Հայաստանի ճակատագիրը չի որոշվելու Facebook-ում, չի որոշվելու story-ներով, չի որոշվելու անձնական վիրավորանքներով։ Հայաստանի ճակատագիրը որոշվելու է այն պահին, երբ ամեն մեկս մեր մեջ լուր առանց թատերականության պատասխանենք մի հարցի։ Մենք մեր մեջ ինքներս մեզ պատրաստ եմ ես իմ կյանքի ուղղությունը փոխելու, որ փոխվի իմ երկրի ուղղությունը։ Ու ոչ թե մենակ լայքերով, ոչ թե մենակ մեկնաբանություններում գովալով, ոչ թե նայելով ու հուզվելով, այլ աստիճան առ աստիճան մտնելով ազգային վերածննդի գործի մեջ, այսինքն միանալով վերածննդի շարժմանը ու դառնալով դրա նվիրյալ ու հավատարիմ մասնակից։ Ոչ մի հեղափոխություն չի լինում էկրանների առաջ նստած, ոչ մի վերածնունդ չի գալի հիասթափված քֆուրներ տալով կամ էլ այդ քֆուրները լսելով։ Վերածնունդը գալիս է այն պահից, երբ մարդը ինքը իրան ասում է հերիք է կողքից նայեմ, հերիք է դիտորդ լնեմ։ Այս պայքարը իմն է, իմ համար է ու ես եմ ելնելու այդ փոփոխությունն ու հեղափոխությունը իրականացնողներից մեկը, որտեվ ես եմ ազգը, ես եմ հայը, ես այն եմ, ով ամեո բաչի ու մուշկու միտքը մենակ ուտելն է։ Այդ ժամանակ իմացեք, որ մի մարդով արդեն մոտ կլնենք 70,000-ին։ Իսկ ինչքան մոտ ենք 70,000 մարդու, այնքան բոլոր հակահայուժերը պարտված են։ Ու այդ առնվազն 70,000-ը ինքը իրան ու ինչ-որ անհասկանալի տեղից չի հայտնվում։ Այդ 70,000-ը լրանալու է հենց քեզանով, ձեզանից յուրաքանչյուրով։ Հենց որ եթե դուք չկաք, ապա այդ 70,000-ն էլ չկա։ Իսկ եթե այդ 70,000-ը չկա, ուրեմն Հայաստան էլ չկա։ Այն որ զուտ ձեր անմասնակից լինելով վերածննդի շարժմանը, մի դառեք Հայաստանի կործանման մասնակիցն ու դիտորդը։ Պարզից պարզ իրականություն։